Սիրելի ջրհոսներ, ասցենդենտի նշանով եւ արևի նշանով ողջույն, այսօր ուզում եմ ձեզ ներկայացնել իդեպ մայիսի 26-ն է ձեզ բաժին ընկել արեգոր, օրացույցով արևն է ձեզ բաժին ընկել, դա շատ լավ է եւ շաբաթվա առաջին օրը կարծես նոր սկիզբ եք դնում, նոր գործեր եւ այլն, բոլոր դեպքերում սա շատ լավ համընկնում եղավ եւ ուրեմն ես ուզում ներկայացնել հունիս ամսվա համար կանխատեսումը, շատ կարևոր է լսել ձեր ասցենդենտի, իմանալ եւ լսել առաջին ասցենդենտի նշանը, ջրհոս եւ իհարկե հաջորդը արևի նշանը, եթե ձեր արևը գտնում է ջրհոսի նշանը, լսում եք այդ երկուսը միացնում եւ տվյալ ամսվա համար կանխատեսումը ձեզ համար པարզ է լինում, այսինքն որ էներգիաներն են գերիշխում, ուրեմն ինչ է շատ ավելի ցանկալի, ինչ քայլեր անել եւ այլն եւ հիմա տեսնենք, մենք ունենք լիալուսին, նորալուսին, արևը կփոխի իր նշանը, Յուպիտերը կփոխի իր նշանը, Մարսը, Մերկուրին եւ Վեներան կփոխեն իրենց նշանները։ Ահա այսպիսի փոփոխություններ են լինելու եւ բնականաբար իրենք նշանները փոխելով բերում են նոր տրամադրություններ, նոր էներգիա, նոր որոշումներ, նոր հանդիպումներ, ահա եւ մենք կսկսենք հենց Վեներայից, Վեներան, որը հունիսի 6-ին կմտնի ցուլի նշան, այդտեղ կմնա մինչև հուլիսի 4-ը եւ ահա այստեղ շատերը գիտեք փորձեն ոմանք վերանորոգել, ոմանք նոր կահույք գնել, հնարավոր նաեւ վաճառք լինի եւ հնարավոր է որ տան վաճառք ընդհանուր եւս լինել ինչպես նաև այստեղ հնարավոր է որ դուք այդ վաճառքից գումար կարողանաք ոմանց մոտ դա անձնական քարտեզով է պայմանավորված, այսինքն ոմանք գումար կծախսեն տան վերանորոգման կահույքի համար կամ անհրաժեշտ ինչ-որ տեխնիկա գնելու համար, ոմանք ընդհակառակը հնարավորություն ունեն, ասենք վարձով տալու կամ վաճառելու եւ այդպես գումար վաստակելու, ինչպես նաեւ ընտանիքում սիրո թեման կարող է լինել, ամուսնության թեման կարող է լինել եւ այլ ֆինանսական հարցեր կարող են քննարկվել, այնպես որ օգտվեք եւ եթե այդտեղ հարցեր ունեք, կարող եք ուրեմն կարգավորել շատ ավելի հեշտ եւ 9-ին հունիսի Մերկուրին կմտնի խեցգետնի նշան եւ այնտեղ կմնա մինչեւ 25 հունիսի, որից հետո արդեն 26-ին ինքը կմտնի առողջի նշան դեր պարտների տունն է, իսկ մինչ այդ ինքը կփորձի ձեր գործերը ապահովել, հանդիպումներ կլինեն աշխատանքի տեղը, ոմանք գիտեք, եթե լավ էներգիան է կուտակված ձեզ մոտ, հնարավոր է որ առաջարկներ ստանաք, որովհետեւ դա սպասարկման ոլորտն է, քանզի այդտեղ է մտնելու նաեւ Յուպիտերը հաջորդ իսկ օրը հունիսի 10-ին կմտնի եւ հնարավոր է որ այստեղ խոսակցություններ ընտանիքի մասին, նաեւ այլ երկրում աշխատանքի հետ կապված կամ հայրենիքում, ինչպես նաեւ հնարավոր է որ շատ ասցենդենտով ջրհոսներ ունենան ուրեմն շատ աշխատանք, մի քանի աշխատանք, այսինքն ձեզ այդ հնարավորությունները կընձեռվի մի քանի աշխատանք անելու եւ այդպես ավելի մեծ գումար վաստակելու համար, որովհետեւ տեսնում ենք այդտեղ է գտնվում նաեւ սպիտակ լուսինը, որը ձեզ կարող է միանշանակ օգնել, հատկապես եթե ինքը ունենա լավ ուրեմն ասպեկտացիա, ասեմ որ Յուպիտերը ուրեմն ինքը խեցգետնի նշանում մնալու է 1 տարի, այնպես որ ձեզ 1 տարի ինքը ձեզ կապահովի աշխատանքով, միանշանակ 1 տարի դուք աշխատանքի խնդիր չեք ունենա, նույնիսկ ավելին նրանք ովքեր չունեն դեռ ընտրության հնարավորություն ունեն եւ կարող են միանշանակ ընտրել մեկ այլ աշխատանք, եթե դա չստացվի մեկ ուրիշ ընտրել եւ այլն կամ միանգամից մի քանի աշխատանք անել, այդպես գումար վաստակել։ Հաջորդ օրը 11-ին հունիսի Հայաստանի ժամանակով 11:43 նույն տեղի կունենա լիալուսինը, արևի լուսինը կհակադրվեն 21 աստիճանում եւ այն տեղի կունենա աղեղնավորի նշանում, ինչպես տեսնում ենք դա իհարկե այստեղ լավ էներգիան է կուտակվում եւ մենք տեսնում ենք նաեւ որ ձեր գաղափարակիցների հետ կապված սիրո թեման եւս կարող է լինել այստեղ որոշակի պատկերացումներ եք ունենում եզրահանգումներ եք լինում կամ ոմանց համար արդեն ուրեմն նաև արտերկրի թեման դա կարող է լինել ոմանց համար էլ կամ հայրենիքի թեման այստեղ միջավայրի ոմանց մոտ միջավայրի փոփոխություն կարող է լինել իրենց գոլեգաների հարցում կամ
այդպես տեղափոխություն, հանդիպումներ, միգուցե եւ այլն, այսպես իրադարձություններ կլինեն, ոմանց մոտ միգուցե դա արդեն կատարվել է, որովհետեւ մեկ ամսվա ընթացքում դա ավարտվում է արդեն ուրեմն հունիսի 11-ին, հունիսի 11-ից եթե մենք հետ գանք մայիսի 11-ից սկսած, հա, այսինքն այս ժամանակահատվածում միանշանակ դուք այդ հարցերը կարգավորել եք հայրենիք, արտերկիր, ձեր գոլեգաների հետ հանդիպում, որոշակի հարցերի քննարկում։ Անցնենք առաջ 17-ին Մարսը կփոխի իր նշանը եւ կտեղավորվի ձեր ֆինանսների տանը, այստեղ դուք բավականին ակտիվ եք պարտների հետ, բավականին հանդիպումներ, քննարկումներ, եղագործողություններ արվեց եւ հիմա ինքը արդեն ֆինանսներն է բերում, հնարավոր է որ ոմանք կարողացան իրենց ֆինանսական հարցերը կարգավորել, ոմանք կարողացան, այսինքն ավելի հեռավոր առումով, հա, ֆինանսական հարցեր, ոմանք միգուցե հիմա, այսինքն մոտ երբ արդեն այդ եկամուտը ստանան, այդ գումարը ստանան, այսինքն ինչ որ մի հարց դուք կարգավորեցիք, որով պայմանավորված դուք կարող եք գումարը ստանալ։ Այսինքն ֆինանսական հարցեր կարողացաք կարգավորել, այսպես ասենք, եւ նշեմ, որ Մարսը կույսի նշանում մնալու է մինչեւ օգոստոսի 6-ը, որից հետո արդեն ինքը կտեղափոխվի ձեր արտերկրի թեման բավականին կակտիվանա, կարող է, գիտեք, այստեղ շրջագայությունների թեման լինել, ամուսնության թեման կամ դատական թեմաներ լինեն, շատ տարբեր յուրաքանչյուրի մոտ, ուրեմն իր թեման, իր խնդիրները կարող են լինել։ Այն հետո 21-ին Արևը կմտնի խեցգետնի նշան եւ այստեղ բնականաբար կմտնի եւ այստեղ լինելու է ուրեմն նորալուսինը, դա նրանք ովքեր առողջական խնդիրներ ունեն, կարող է եւ օգնել եւ նրանք ովքեր աշխատանքի հետ է ուրեմն ամեն ինչ լավ է առողջության հետ իրենք աշխատանքի խնդիր ունեն, այստեղ եւս կկարգավորվի։ Ես կարծում եմ ասցենդենտով ջրհոսները մասնավորապես աշխատանքի խնդիր պիտի որ չունենան, համենայնպես առաջիկա 1 տարում կոնկրետ այդ բնագավառի համար իսկ կարծում իրենք խնդիր չեն ունենա եւ իհարկե արևը կմտնի, լուսինը կմիանա արևին եւ տեղի կունենա նորալուսինը 25-ին հունիսի ժամը Հայաստանի ժամանակով 14:31:27 նորալուսինը կլինի հենց խեցգետնի նշանում եւ ձեզ մեծ հնարավորություն է տալիս նոր աշխատանք գտնելու, նոր դիրք ունենալու, նոր հաճախ նոր ստանալու նոր պատվեր, նոր պատվերներ ուրեմն ստանալու, բոլոր դեպքերում նոր պայմանագրեր կապելու ընդհանուր աշխատանքի հետ կապված։ Դա հնարավորություն ձեզ տալիս է ուշադիր եղեք, եթե կարողանում եք մի քանի գործ անել կամ ավելի լավ աշխատանք, ավելի բարձր վարձատրվող աշխատանք, ուրեմն ուշադրություն դարձրեք, դա ուրեմն այդ հնարավորությունը ձեզ կընձեռվի սիրելի ասցենդենտով ջրհոսներ առաջինը, հետո նոր արևի նշանով ջրհոսներ, երևի թե ձեզ համար այսքանն էր, շատ ջրհոսներ ուրեմն իրենց անհանգստացնում, իրենց կարիերայում, իրենց ապագայի հետ կապված նպատակների հետ կապված բոլոր դեպքերում կլինեն ճակատագրական իրադարձություններ, սա ուրեմն ձեզ ներկայացնեմ եւ ֆինանսական դժվարությունները համենայն դեպս դուք այդ տատանումը կզգաք, որ այդ դժվարությունը, որ դուք ունեիք հիմա, ինքը ավելի թուլանում է եւ գումար աշխատելու հնարավորությունը ձեզ համար շատ ավելի ուրեմն մեծանում է այսպես եւ ավելացնեմ նաեւ որ դուք ինքներդ պիտի աշխատեք, ինքներդ պիտի ստեղծեք եւ չպիտի սպասեք որ ձեզ համար ինչ որ մեկը կարող է անել կամ ինչ որ այդպես լրացուցիչ գումար կամ ժառանգություն կգա, դուք ինքներդ այդ հարցերն ու ժառանգության դուք ինքներդ պետք է կարգավորեք, աշխատեք եւ ամեն ինչ այդպես հունի մեջ գցեք, հա, այսպես ասենք, որովհետեւ ձեր ֆինանսների հետ կապված կարող են փոփոխություններ լինել եւ ձեզ տեզերք ասում է որ սիրելի ջրհոսներ, դուք պետք է աշխատեք, դուք ինքներդ պետք է վաստակեք եւ ուրիշ ոչ մեկի վրա հույս մի դրեք եւ կարծում եմ որ շատերը իրենց աշխատանքի հարցերը կկարգավորեն։ Դժվարությունը համենայն դեպս ինչ որ ժամանակ ինքը մեղմանում է, դուրս է գալիս եւ դուք կարողանում եք շունչ քաշել եւ որոշակի քայլեր անել, այնպես որ չեմ կարծում որևիցե ասցենդենտով համենայն դեպս ջրհոս մնա առանց աշխատանքի։ Այսքանը սիրելի ջրհոսներ, գրեք անպայման ձեր ուրեմն
հաջողությունների մասին, աշխատանք գտակ, աշխատում եք, ամեն ինչ լավ է ձեզ մոտ, կիսվեք եւ չմոռանաք նաեւ լայքել։ Այսքանը, լավ մնացեք, իսկ մենք հանդիպենք հաջորդ ամիս առայժմ։